Բարեկամներ, արդեն երկրորդ օրն է, ինչ ողջ ազգը ուշադրությամբ հետևում է Ծափաթաղ գյուղի դեպքերին, մանրամասները տեսանյութում։ Արդեն երկրորդ օրն է, ինչ հանրությունը անասելի շփոթության ու ցավի մեջ է։ Մի քանի ամսվա տարբերությամբ անհետանում են երկու գրեթե հասակակից երեխաներ, նույն անունը կրող։ Այսօրվա առավոտից բոլորը սպասում էին երանելի լուրի կամ գոնե այնպիսի տեղեկատվության, որը հնարավորություն կտար գոնե որոշ չափով մոտենալ 3-ամյա հրաշքի հայտնաբերման գործին։ Բայց ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Նախ համառոտ ներկայացնենք տեղի ունեցածը եւ անցնենք գլխավորին։ Գևարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում երեկվանից անհետ կորած համարվող 3-ամյա Տիգրանի դեպքը ցնցել է հանրությանը։ Հարևանների խոսքով երեխան շատ կայտառ ու մարդամոտ էր, երբևէ աչքի չէր ընկել գերակտիվությամբ, բնավորությամբ հանգիստ էր ու խաղաղ։ Տիգրան ընտանիքի թվով 5-րդ երեխան է։ Ավագ եղբայրը պատմել էր, որ չի բացառվում այն վարկածը, որ Տիգրանին առևանգել են։ Վարկածները մի քանիսն են։ Մոլորվելուց մինչև գնացքի ռելսերին մոտենալը։ Մեծաթիվ փրկարար որոնողական խումբ է տեղում աշխատում, ու արդեն որոշ տեղեկություններ հայտնի են։ Մարդկանց մոտ զարմանք ու անգամ զայրույթ առաջացրեց այն հանգամանքը, թե ինչպես էր Տիգրանի մայրը խոսում ու պատմում երեխայի անհետացման մասին։ Ըստ նրա, երբ աշխատանքից վերադարձել է, նոր իմացել է, որ փոքրիկը չկա, բայց մոր մեղմ ասած, անտարբեր պահվածքը շփոթության մեջ է գցել շատերին։ Ասել, որ դա տագնապի մեջ գտնվող մոր պահվածք էր, իհարկե ճիշտ չի լինի, բայց արդյոք ճիշտ են այն բոլոր մեղադրանքները, որոնք ուղղված են հենց մոր դեմ։ Ինչու են ոմանք կասկածի տակ դնում մայրիկի խոսքը։ Համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ տվյալ կինը հոգեկան որոշ խնդիրներ ունի, թեպետ պետք չէ կենտրոնանալ այդ հանգամանքի վրա, քանի որ հայտնի է նաև, որ կինը աշխատում էր։ Իսկ եթե նա աշխատում է, ենթադրելի է, որ բոլոր այն կոչերը, թե նրան պետք էր պահել հատուկ տեղում, տեղին չեն։ Մի սարսափելի լուր էլ տարածվեց այն մասին, որ հարևաններից մեկն անանուն մնալու պայմանով օրագրին պատմել է, որ երեխան ապրել է վատ պայմաններում։ Հայրը շատ խելոք մարդ է, բայց մայրն անընդհատ երեխեքին ծեծում է։ Եղել է, որ երեխեքին կապտուկներով ենք տեսել։ Պատմեց հարևանը։ Նրա խոսքով, մայրն աշխատում է տեղի ռեստորաններից մեկում որպես հավաքարար։ Որն իրիկունը ոստիկանները քաղմաս են տարել, չգիտեմ, խոսակցություններ կան, որ կարող է հենց մոր մատն էլ խառը երնի երեխու կորելու մեջ։ Պատմել էր նա։ Գյուղացիները նշում են, որ մայրը երեխաներին անուշադրության է մատնել։ Երեխաները միշտ եղել են կեղտոտ հագուստով, սոված։ Այդ պատճառով էլ, ինչպես պատմեց մեր աղբյուրը, հնարավոր է երեխաներին տեղափոխեն մանկատուն։ Բարեկամներ, հիմա երբ դուք լսեցիք սա կամ արդեն գիտեիք, ձեզանից ոմանք կարող են իսկապես մեծ ցավ ապրել, բայց ինչն է այստեղ ամենավտանգավորը։ Հիշում եք, երբ ամիսներ առաջ անհետացման ևս մի դեպք եղավ, երբ Մարմարիկում օրեր շարունակ չէր հայտնաբերվում փոքրիկ Տիգրանը, շատերը միանգամից շտապեցին ու իրենց պարտքը համարեցին մեղավոր նշանակել նրա ծնողներին։ Իրավապահ մարմինները քրեական գործ էին հարուցել, բայց մինչ այս պահը այդպես էլ ոչ մի կասկածյալ չեղավ, բայց փոխարենը եղավ սարսափելի մեկ այլ բան։ Տիգրանի հայրը շատ երիտասարդ հասակում կաթվածից մահացավ։ Թերևս պարզ է, թե ինչն էր նրա առողջական վիճակի կտրուկ վատ թարացման պատճառը։ Երբ անհետացման առաջին ժամերին հայրը հարցազրույցով հանդես եկավ, ոմանք կասկածի սլաքները ուղղեցին դեպի նա, գրում էին, թե անկեղծ չի խոսում, մի տեսական տարբեր է ու հանգիստ։ Ասում էին, թե այստեղ ինչ-որ բան այն չէ։ Այդ ամենը հասնում էր երեխայի հորը, ու հենց այդ ընթացքում էլ նա, իր տառապանքի հետ մեկտեղ, ստիպված էր իր սրտում տանել նաև մեղադրանքների այդ մեծ շարանը։ Եթե խոսքը գնար բացառապես այն հանգամանքին, որ թե այս, թե նախկին դեպքով եղել է ծնողների անուշադրությունը, ապա գուցեև ընդունելի լինի նման քննադատությունը։ Բայց այս դեպքում արդեն 3-ամյա Տիգրան Օվանեսովի մայրը դեպքի անհետացման ժամանակահատվածում եղել է աշխատանքի և չէր կարող ուշադիր լինել։ Նա ասաց, որ երեխայի խնամքով զբաղվում էր իր տալը։ Այս տեղեկությունը նոր ախորժակ բացեց դավադրությունների սիրահարների համար։ Հիմա էլ գրում են, թե գուցե տալու մատն է խառը։ Մարդը, ով այս ողջ ընթացքում եղել է երեխայի խնամակալը, մի րոպեում դարձավ կասկածյալ հանրության որոշ շրջանակների կողմից։ Կարելի ասել, թե գտել են մեղավորներին։
մայրը եւ տալը։ Ահա հենց նրանք են պատճառը, ու նրանց տակ ինչ-որ մութ գործեր կան։ Բարեկամներ, բայց այսպես ենթադրել միայն այն բանի համար, որ երեխայի մայրը չի եղել օրինակելի, չի խոսել բավականաչափ ողբով, կամ այդ ընթացքում նրա հետ է եղել մեկ այլ մարդ, ով պետք է հսկեր, մեղմ ասած արդար չէ։ Չմոռանանք, որ երեք նաև Տիգրանի մոր ծնունդն էր, ու հարազատները խառն էին։ Իհարկե բոլոր դեպքերում ուշադրությունը պետք է լինի առաջին տեղում, բայց նաև չպետք է մոռանալ, որ խոսքը մեծ քաղաքի մասին չէ, այլ մի փոքրիկ գյուղի, որտեղ բոլորը իրար ճանաչում են։ Խնդրում եւ կոչ եմ անում բոլորին, գոնե այս անգամ հանգիստ թողնենք ծնողներին ու փորձենք ոչ թե մեղադրել, այլ օգնել, ինչով որ կարող ենք։ Շոկի մեջ ենք։ Ասում է գյուղի բուժքույր Ալմաստ Վարդանյանը, աչքերում վախ ու անհանգստություն, բայց նա մենակ չէ։ Ամբողջ Ծափաթաղը կարծես շունչը պահած սպասում է լուրի, գոնե մի փոքր հույսի նշանի, որը կասի փոքրիկ Տիգրանը ողջ է։ Երկրորդ օրն է, ինչ Գևարքունիքի մարզի այս խաղաղ գյուղը դարձել է երկրի ուշադրության կենտրոնը։ 3 տարեկան Տիգրան Հովհաննեսովը անհետացել է հոկտեմբերի 27-ի կեսօրին, հենց մայրիկի ծննդյան օրը։ Այդ օրվանից նրա անունը կրկնվում է ամեն տեղ, աղոթքներում, սոցցանցերում, լուրերի մեջ։ Փրկարարներն ու կամավորները, ոստիկանները եւ գյուղացիները որոնում են անտառում, գյուղի տարածքում, նույնիսկ Սևանալ լճի հարևանությամբ, որոնումները շարունակվում են եւ ցերեկը, եւ գիշերը, ոտքով, մեքենաներով, շներով, անօթաչու թռչող սարքերով։ Գևարքունիքի մարզպետը հաստատում է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են առանց դադարի։ Մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ արվում է, ասում են փրկարարները, բայց գյուղում մթնոլորտը լարված է։ Մարդիկ չեն քնում, անընդհատ դուրս են գալիս տնից, հույսով, որ գուցե ինչ-որ մեկը գտնի տղային։ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննվում են տարբեր վարկածներ, մոլորվելուց մինչև առևանգում, բայց այս պահին որևէ վարկած դեռևս չի հաստատվել։ Գյուղացիները հիշում են, որ Տիգրանը կենսուրախ, մարդամոտ երեխա էր։ Երբևէ աչքի չէր ընկել անհանգիստ վարքով, շատ սիրուն էր, ժպտերես, պատմում են հարևանները։ Ծափաթաղում այս օրերին ամեն ձայն, ամեն շարժում մարդկանց ստիպում է շրջվել։ Յուրաքանչյուր շունչ կարծես սպասում է հրաշքին։ Յուղի միջով անցնող խողային ճանապարհներին այսօր քայլում են հարյուրավոր մարդիկ, մեկ նպատակով՝ գտնել Տիգրանին։ Եվ մինչ փրկարարները շարունակում են որոնումները, գյուղը աղոթում է մեկ բառով՝ վերադարձիր։